Խոսումներ չի եղել։ Եթե ով խոսք է տվել, ասում էին Ալեքսանյանը խոսել, այդ հարցերը ուղղեք Ալեքսանյանին։ Իսկ ինչ վերաբերում է մեր աշխատակազմին, ցանկացած մեր քաղաքացու դիմումին, մենք պարտավոր ենք իմ աշխատակազմից գնում են, ուսումնասիրում են, տեսնենք։ Եթե հնարավոր է, մեր հնարավորության սահմաններն օգնում ենք։ Եթե ոչ, առաջիկա ծրագրերում ենք փորձում ընդգրկենք։ Ինչ մասնակցություն եք ունենալու այդ նախընտրական քարոզարշավին։ Իհարկե, աշխատանքից հետո փորձելու եմ մասնակցություն ունենալ։ Այդ պարագայում, եթե Սամվել Ալեքսանյանի օգտին նաև քարոզարշավին եք մասնակցելու, գուցե հրաժարական ներկայացնեք։ Ինչի պետք է հրաժարական ներկայացնեմ։ Աշխատանքային ժամանցում դա իմ իրավունքն է։ Կարգակուրց չեք պատրաստվում։ Իսկ վարչագծին չա, վարչագծին բջջային հեռախոսներ բաժանել։ Լավաշից այն կողմից կանեն Ալեքսանյանները։ Հենց նոր այստեղ էլ խնդրում են պարոն Ալեքսանյան։ Ես բոլորիդ ապրիլի 2-ին հրավիրում եմ մեր վարչական շրջանի տարածք, ցանկացած տեղամաս կարող եք շրջել եւ տեսնեք ինչ թափանցիկ մտածումները իրականացնում։ Լավաշից այն կողմից եք բաժանելու Ալեքսանյանները ինչ են պատրաստում անել համայնքի բնակիչների համար։ Գիտենք, որ 2 լավաշ ամեն օր տալիս են ծրի, դրանից այն կողմից եք Ալեքսանյանները նկատի։ Մեր падգամավորները, թե Ալեքսանյանը, թե Կոնին Նահապետյանը մշտապես եղել են մեր բնակության կողքին։ Այնպես չի, որ ընտրությունից ընտրություն են նրանք հայտնվում։ Ամեն տարի փորձել են իրենց ծրագրերով, իրենց միջոցառումներով լինել մեր բնակության կողքին։ Կարծում եք, թե մրցապայքար է լինելու ձեր համայնքում։ Ինչ տեսնում մրցակից Սամվել Ալեքսանյանի հետ Կոնին Նահապետյանը։ Նաիրա Զորաբյանը խոսել էր գլադիատորական մարտերի մասին։ Եկեք թողեք քարոզարշավը սկսի, արդեն վերջում կտեսնենք։